Ողջույն, ինչպես եւ խոստացել ենք, շարունակում ենք Նժարի ուժը ոդքասթը եւ պարբերաբար խոստացել ենք, որ բացի մեր թիմակիցներից, մեր համահիմնադիրներից, մեզ այդ համախոհ մարդկանց ներկայացնելու ենք նաեւ այն մարդկանց, ովքեր որ իսկապես արժեքների կրող են։ Մարդիկ, ովքեր կարողանում են եւ ուզում են փոփոխություն բերել եւ մարդիկ, ում հետ մենք նույն արժեհամակարգի կրողներն ենք եւ այսօրվա մեր հյուրն է Հայկ Դեմոյան։ Կալեմ Հայկն մգալու համար, որովհետեւ հրավեր ընդունելու համար, գիտեմ ինչ ծանրաբեռնվածության, ինչ մեծ ծավալի, ահռելի մեծ ծավալի աշխատանք արվում մի մարդու կողմից, որը որ ստեյցիան մի հատ գիտահետազոտական ինստիտուտի աշխատանք պիտի լիներ, մի ամբողջ թիմի աշխատանք պիտի լիներ, բայց արդյունքում ոնց հասկանում ենք, ասում է, այս երկրին ոչ մի բան պետք չի, այս իշխանություններին ոչ մի բան պետք չի, բայց ասում կան մարդիկ, ովքեր որ այդ արժեհամակարգը կրող են ու կարևորում են թե մեր անցյալը, բնականաբար նաև մեր ապագան։ Հետևաբար ասում ես, կարծում ենք այսօր մի քանի թեմաներից փորձենք հնարավորինս շատ թեմաներից խոսենք, բայց տեղավորվելով ժամանակի մեջ փորձենք մի քանի թիրախ վերցնել։ Նախ գնահատականի հետ կապված շատ եմ ուզում հասկանալ, այ ընտրություն նախ տարին է վերջանում, 2025 թվականը մոտենում ավարտին մի քանի օր ընդամենը մնացել։ Քաղաքական վիճակը, հա, աշխարհաքաղաքական վիճակը, այս ամբողջ խառնաշփոթի մեջ Հայաստանի դիրքորոշումը կամ դիրքավորումը մեր իշխանությունների կամ մեր բոլորի դիրքորոշումները, հա, դիրքավորումները շատ կարևոր եմ կարծում գնահատել եւ նաեւ 26 թվականին սպասում են ընտրություններ, չի բացառում, որ կարող են լինել նաեւ արտահերթ ընտրություններ, որովհետեւ բարձ չի թե մեր իշխանությունները ոչ բարով ինչ կորոշեն, ըստ իրանց նպատակահարմարության բնականաբար, այս կոնտեքստի մեջ փորձենք մի հատ մտքերը կիսվել։ Թերևս պատմաժամանակագրական մեթոդով այդպես անենք, որպեսզի հաջորդականությունը մտքերի գաղափարների եւ քննարկող թեմաների հաջորդական լինել եւ ընկալել լինի։ Նախ անցել է արդեն 7 տարի, ամփոփում ենք 2025 թվականը, հասարակությունը, մտավորականությունը, քաղաքական դաշտը տակավին գնահատական չի տվել 2018 թվականին։ Կա հատվածային գնահատականներ, ինչ որ կտորներ, ինչ որ դրվագներ, բայց այսօր որպես ամբողջություն, երևի հասարակություն, որ ցույց տա իր առողջ լինելը, իմ պատկերացմամբ գոնե դա այն է, որ մենք մեկ ինչ որ փաստաթղթով, մեկ ինչ որ ընդհանուր համակարծիք մի գաղափարով պետք է գնահատական տանքի վերջո 2018-ին ինչ է տեղ ունեցել։ Այստեղ միգուցե մեջ խոսում է պատմաբանը, որը սիրում է գնահատական տալ իրադարձությունները։ Դա կարող է այս պայն ապրող որպես կենթանի ողջ պատմաբանների սերունդ 50 տարի հետո նույն հարցն է գալու։ Մենք որպես ժամանակակիցներ գիտենք, թե ինչ տեղ ունեցավ 2018 թվականին։ Տեսեք, դա մեկնարկային կետ է։ Այստեղ հարցը այն չէ, որ դրանից առաջ լավ էր թե վատ։ Իհարկե վատ էր, որովհետև դրա պատճառով տեղ ունեցավ 18 թվականը։ Վատ էր, որովհետև 18-ը իրականացնողները բուծվել էին այդ ժամանակաշրջանում, դա ակնհայտ է։ Հիմա 18 թվականին ինչ է տեղ ունեցել որպես պատմական իրադարձություն, հա, որովհետև 7 տարին արդեն կարող ենք ասել պատմական իրադարձություն է անցել, թեկուզ 1 տարին էլ 1 օրն էլ կարելի է այդպեսի գնահատական տալ։ Հիմա մենք չունենք համընդհանուր իրավաքաղաքական գնահատական, որից ծնվում են մնացած բոլոր արատները եւ շարունակում են այդ պալարները, որ դուրս են գալիս տարբեր դրսևորումներով Արցախից հետո տարբեր հարվածները, եկեղեցին, Սփյուռքի դեմ եւ այլն եւ այլն եւ այլն, այդ ամեն ինչը նախապատրաստական է դառնում հանրագումարի մեջ ընձուղվելու կամ ռեպրոդուկցիայի համար, այսինքն նորից վերահաշվարկներ են անում կլինեն նաև իհարկե նոր որակի տեղեկատվական հոգեբանական օպերացիաներ հանրային գիտակցությունը մանիպուլացնելու համար, դա ընթացիկ է, այսինքն այդ փուլը, որը գեղեցիկ հիմա փաթեթավորում ասում են հիբրիդային պատերազմ, վայ հասեք հիբրիդային պատերազմ եկե մեր դուռը ծեծում է, իրականում սովորական քաղաքացին, հասարակության մեկ միավորը, որը միգուցե ապաքաղաքական է, միգուցե ունի տարբեր հակումներ եւ նախասիրություններ, այս կամ այն անձի, ինքը կարող է չհասկանա, որ հենց այսօրվա իշխանության գտնվող աթոռին նստած պաշտոնավորները հենց իրենք են իրականացնում առաջին հերթին ներքին պատերազմ հիբրիդային սեփական քաղաքացիների դեմ։ Ես մի փոքր ստեղ բան անեմ մեր ժողովրդին, որտեվ ժողովրդի մեջ այդ տպավորությունը, որ 18 թվականը շատ վատ բան տեղի ունեցավ, մարդիկ փողոց դուրս եկած պիտի հասկանան, որ ձեր ընդվզումը շատ արդար էր, շատ նորմալ էր եւ ադեկվատ էր։ Այլ խնդիր էր, թե դա ինչպես գեներացվեց եւ դրա արդյունքում մենք ինչ ստացանք։ Շատ ճիշտ է ընդվզել այն իշխանությունների դեմ, որոնք այդ թվում նաև փողոցային պայքարով, որովհետև դա օրենքով, սահմանադրությամբ, միջազգային նորմերով, կոնվենցիաներով չարգելված, այսինքն
ոչ միայն չարգելված, այլ նաև առանձին դեպքերում խրախուսվող process է։ Այնպես որ Ժորժյան մեր փողոց դուրս գալը շատ նորմալ է եղել։ Այլ խնդիրը թե ինչ վերջում տեղ։ Դրա համար իմ խոսքի մեջ դատապարտող խոսք չկար, որովհետև այն ինչ որ տեղ ունեցավ մարտ-ապրիլ մայիսին եւ ինչ օգտագործվեց ավելի շուտ մանիպուլյացիոն տարբեր հնարքներով եւ գործիքակազմերով, որպեսզի բերեին սրանց, դա արտարացի հիմնավորված էր, բայց դրա հաշվարկի մեջ ընդհանուր սցենարի հանրագումարի մեջ դա կոչվում էր ներգրավել խոշոր հատուկ գործողության մեջ, անուն չասենք, միգուցե կա ինչ-որ թղթերի վրա գաղտնի գրիֆով հատուկ գործողություն, այո, որ դա պետք է լիներ, գործողությունների դերակատարների դերերի բաշխման, բայց այն ինչ որ տեղ ունեցավ, դա ուներ հիմք, այստեղ որևէ մեկին մենք չենք մեղադրում, որ դուք գնացել եք պետության դեմ կամ սխալ ընտրություն եք կատարել, այո, մարդիկ տեսնում եք փողոցում էլ ասում են ձերքս կտրվեր կամ ինչ սխալ մենք գործեցինք, դա առօրյա խոսակցության մեջ է։ Այս մարդիկ գիտակից adekvat մարդիկ շատ լավ հասկանում են, որ իրենք զոհ են ընդհանրապես դարձել։ Քաղաքական խոշոր գործարքի նախապես պայմանավորված, նախապես պատրաստված այդ հատուկ գործողությանը եւ խաղի մեջ է մտցվել հայ հասարակությունը։ Այսօր հայ հասարակությունը ինքը պատանդ է որպես դարձել, կրկնակի պատանդավորում, եթե այսպես ասենք, բերվել են մարդիկ, ովքեր հիմա գալիս ենք հաջորդ կարևոր հանգրվանին։ Այսօր խաղաղություն բառը այնքան է փչացվել, որ այն նույնիսկ սեփականաշնորհվել է։ Այսօր իշխանությունները կարծես թե իրենք են իրենց վերագրում միանձնյա գիտակցումը, որ խաղաղությունը դա շատ լավ բառ է, եւ ովքեր որ չեն ցանկանում հենց իրենց ուզած խաղաղությունը, նրանք պատերազմի ուրվականներն են բերում։ Այնինչ այդ խաղաղությունը վաճառվում է, գիտեք, մի ապրանք է, որը իրավունք չունես դու դնես վաճառքի եւ դրանով ահաբեկես քո քաղաքացիներին։ Դա ահաբեկչության ինչ որ մի ձև է, որ եթե դուք մեր ուզածը չեք անում, այն ինչ որ խաղաղություն ենք մենք անվանում, հետեւաբար մենք պետք է պայքարենք ձեր դեմ, հետեւաբար դուք նախկիններն եք։ Բոլոր adekvat մարդիկ ցանկանում են խաղաղություն, բայց հաջորդը նրանք չեն ասում ինչ գնով։ Այդ խաղաղություն ձեր ասածը, խաղաղությունը դա չի քննարկում, դա բոլորն են ուզում, ինչ մարդիկ որ գան իշխանությունից դուրս, դա առողջ բանական հոգեպես եւ մտապես առողջ մարդը ցանկանում է խաղաղություն, երբեք չի ցանկանում իր շուրջի երկրի շուրջ պատերազմ, բայց սրանք պատանդ վերցնելով հոգեբանական դաշտում պատանդ վերցնելով քաղաքացիներին, սպառնալով նրանց, ահաբեկելով նրանց, ինչ որ պատերազմով, ասում են մեր ուզածով պետք է լինի, եթե մեր ուզածով, պարզ ասում են, մեր ուզածով եթե չեղա պատերազմ ենք ես չեղա պատերազմ ալի։ Այո, եւ դա վաճառվում է իրենց նախատեսած եւ իրենց ռեպրոդուկցիային կազմավորմանն ու վերացննդին, այսպես ասած, նորից իշխանության մնալու գործողության ամենակարևոր քայլերից մեկը։ Հաջորդ նախապայմանը, որ իրենք ստեղծել են վերադասավորվելու եւ նորից իշխանության մնալու, դա բացահայտ տերորն է, բռնաճնշումներն են, որը երևի թե աննախադեպ է։ Մենք այո տեսել ենք ամբողջ 91 թվականից հետո բռնաճնշումների տարբեր դրսևորումներ, լրագրողների դեմ, քաղաքական ընդդիմախոսների դեմ, չգիտեմ, անհատ քաղաքացիների, որոնք ինչ որ արտահայտություններ էին, ասենք, վատ արել, վատ տեղում գտնվելով եւ այլն, բայց այս ծավալի, որ տեղական ինքնակառավարման մարմինների դեմ սպանության դեպք ունենք, եկեղեցականների ձերբակալություն, այսպիսի խայտառակ ձևով ուժայինների ներգրավմամբ, քաղաքից քաղաք այդ տանելը ուժայիններին, ցուցադրական ուժի այդ ցուցադրությունը, սա աներևակայելի եւ աննախադեպ մի բան է, որը քաղաքակրթական դաշտի մեջ, եթե մենք նայում ենք մեր պատմության, ում դեմ ենք եկեղեցի ենք պաշտպանում, ասենք ցարական բռնություններից, երբ որ գույք էին բռնագրավում, մի քանի անգամ 1885 թվականին, 1903 թվականին ավելի մեծ բռնկում տեղ ունեցավ, որ Էջմիածնի մոտ արդեն ժանդարմներն էին ցարական եւ հայ քաղաքացին ու գյուղացին էին կռվում եւ զոհում էին այդ ժամանակ, պահպանելով եկեղեցու ինքնությունն ու պատիվը։ Հիմա ինչ հնարք են անում, ես արդեն ասում եմ տեղեկատվական հոգեբանական պատերազմի, որը այսօր հիբրիդային պատերազմ է կոչվում, իշխանությունների կողմից մի պահ փորձեմ միջամտել, ներողություն եմ խնդրում, մեզ երկար ժամանակ պատերազմով ահաբեկում էին, իսկական պատերազմով, մեծ պատերազմով, հա լայնածավալ պատերազմական գործողություններով։
Հետո հայտարարեցին, որ այլևս Հայաստան այս իշխանությունները բերել են խաղաղություն ու այդ ֆիշկան իրենց մոտ էլ չէր աշխատելու։ Հիմա նոր պատերազմ էր պետք մտածել ու մտածեցին նոր բան, դա կոչվում է հիբրիդային պատերազմ, այո, որը իրենք կիրառում են։ Մարդիկ չեն հասկանում դրա տեխնոլոգիայի նրբությունները, բայց փողը ինչի համար են տալիս։ Փողը տալիս են հիբրիդային պատերազմ սեփական քաղաքացիների դեմ կիրառելու համար, որովհետև այսօր դրսում ուժային կենտրոնները շահագրգռված են այսպիսի իշխանություն Հայաստանում լինի, որը կատարածու է, ընդամենը կատարում է պատվերներ, որոնք հետո վերաձևում են, ասում են մենք առավել անկախ ենք, քան երբևէ։ Դուք հասկանում եք, ինչ աշխանի էժան, ինչ աշխանի մանիպուլատիվ բանաձևումներ եւ ձևակերպումներ է կիրառում իշխանությունը, թիրախ վերցնելով սեփական քաղաքացիներին, որոնց խապում են գույնզգույն դպրոցների ֆասադներով, որովհետեւ մի քանի, ասենք, մարզերում, մի քանի Երևանաբնակ, մայրաքաղաքի բնակիչներ ասում են, այ տեսեք, այն նախկինների օրոք, այսպես է դպրոցներ չէին կառուցում այն ժամանակ, բայց հիմա այդ գույնզգույն մի քիչ մոդեռնիստական ֆասադները, ասֆալտը շատ գեղեցիկ, ասենք, վերաձևակերպում եւ վաճառում է սեփական քաղաքացիներին, բայց այդ քաղաքացիներն երբեք չեն ասում, այդ ոնց է լինում, որ մեր արտաքին բարգը շատ կտրուկ բարձրանում է, այդ ոնց է դա այդպես լինում։ Մեզ չեն ասում, թե ինչու է Հայաստան ներկրում ահռելի քանակությամբ թմրանյութ, որը Հայաստանից դուրս է գալիս, չի նկատվում, բայց նկատվում է, ասենք, հարևան Վրաստանում, ասենք, որ երրորդ դեպքն է, հարյուրավոր կիլոգրամներով մենք երկիրը վերածվել է նարկոտրաֆիկինգի միջանցիկ երկիր, դա գիտեք ինչ ծանր բնութագրում է, դիագնոզ է ցանկացած երկրի համար։ Իշխանությունները գիտեն այդ մասին։ Ես վստահ եմ, որ գիտեն։ Մեր երկրում երիտասարդությունը հիմա թմրանյութի ներքին սպառումը մենք երևի թե ծավալները չենք պատկերացնում, բայց մենք ունենք մեկ ուրիշ երևացող եւ չերևացող վտանգ, դա խաղադրույքերով այսօր երիտասարդությունը ամբողջ կախված են կարծես ասեղի վրա, սա համատարած մի ժանտախտի նման տարածված երևույթ է, որի հետևանքները մենք կտեսնենք մոտակա 5-10 տարիների ընթացքում, այսինքն մարդիկ արագ փողեր աշխատելու, բախտախնդրության վրա, ոչ թե պետական մտածողության կամ աշխատանք ստեղծելու, արդյունք ստեղծելու, սեփական կարողությունները զարգացնելու, ուսում ստանալու վրա են, այլ խաղադրույքով տասնյակ հազարավոր երիտասարդներ փորձում են այդ պատեհապաշտ բախտախնդրությամբ եւ դա խրախուսվում է իշխանությունների կողմից, գիտենք սխեմաները ինչպես է եւ ինչպես է դա կիրառվում։ Այս ամեն ինչը հանրագումարով ունի շատ մեծ հիմնական թիրախ, դա հայ երիտասարդությունն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ 18-ից 30 տարեկաններ, հատուկ ուղերձ երևի պետք է գրենք, որ երբևէ մի տրվեք այս խաբկանքներին, ֆեստիվալների, հրավառությունների, երիտասարդական միջոցառումների, դա գումարներ են, որոնք նույն կիրառվում է հարկատուների գումարներից, ձեզ մանիպուլացնելու, ձեզ խաբելու, այնպես ինչպես դա արեցին 2018 թվականին։ Գիտեք, աշխարհով այո, ընդունված է նախընտրական շրջանում եւ այլն աշխատանք տանել երիտասարդության հետ, բայց հիմա տեսեք ձեռագիրը ինչ է, տարբեր հիմնադրամներ են ստեղծում, դրամաշնորհներ են տալիս, առավել ակտիվ, ունակ երիտասարդներ, ակադեմիականներ, որոնք նոր քայլեր են կատարում գիտության մեջ, արդեն իրենց վերցնում են ակցիանի մեջ։ Պատանդի միջոցն է, պատանդարման, այսպես ասած, երբ որ երիտասարդը տեսնում է, որ ինքը գնահատված է, ինչ որ գումարներ է ստանում, ինչ որ սերտիֆիկատներ են տալիս, եւ այսպես դարձնում են իրենցը։ Եվ այսպես սնկի պես սկսում են աճել տարբեր հիմնադրամներ։ Հաջորդը դա մշակութային միջոցառումներն են, տարատեսակ եւ այլն ներգրավելով մի քիչ խորհրդային էլեմենտով, մասսայական մասովկաներով այսպես եւ այլն, որով պետք է հասկանան, որ սրանք մեր երիտասարդությունն է։ Հիմա տեսեք, ամենամանիպուլատիվ տեսարանը, երբ որ տոնածառի, այսպես ասած, տոնական լույսերի վառելու արարողություններ, բայց չգիտես ինչու պատշգամբից ինչ որ մեկը սրտիկի նշան է անում, որովհետեւ ուզում է ասի, որ սա իմ երիտասարդությունն է, չէ՞։ Այդ մանիպուլատիվ հնարքը ոչ մեկ չբանարեցին, նկատեցին, բայց մի հատ էլ իր էջում գրեց, որ ես բանը չբանարեցի, չասեցի տեսագրել այդ սրտիկով ամբողջ այդ հավաքված, որովհետև երիտասարդություն եւ երեխաները, բայց դա համարեցին, որ իրենց տոնական հանդեսն է, հարկատուների գումարներով, մենք գիտենք ում վրա է բաշխվել եւ ինչ կոռուպցիոն սխեմաներ կան, բայց պետք է որ ժողովրդի հայրը պատշգամբից ի ցույց դնի իր հիմնական ֆիրմային նշանը, եւ այդ նշանավորի նա նշան դրեց հրապարակում հավաքված այն ժողովրդին, այնպես ինչպես խապեց 18 թվականին այդ նույն հրապարակում հավաքված երիտասարդությանը, որոնց մի մասը կզոհվի
որովհետև ովքեր խաբեցին իրանց իշխանության բերվեցին հատուկ կանխորոշված ելքով պատերազմ սպասարկելու համար եւ հենց այդպիսի սպասարկումն է գերազանց անցկացնելու համար, որ նրանց պահում են։ Մի փոքր վերադառնալով հետ թմրամիջոցները եւ այդ խաղամոլությունը, որ այսպես տարածվել են, ես կարծում եմ, ես շատ դեպքերում մենք քննարկել ենք տարբեր խմբերի հետ քննարկել այս հարցերը։ Ես կարծում եմ, որ սա այնուամենայնիվ դիվերսիայի նման մի բան է, հենց ուղղված, մտածված, գիտակցված, համակարգված մոտեցում է, որովհետեւ Հայաստանում երբեք բառացիորեն երբեք թմրանյութը դպրոց չի հասել։ Եվ թմրանյութը դպրոց հասցնողները շատ խիստ, այսպես ասած, գուցե եւ ոչ ավանդական պատասխանատվության են ենթարկվել, ոչ այդ թվում նաեւ իրավապահների կողմից։ Այսօր այդ թվում նաեւ իրավապահները ուղղակի մխկտում են, որովհետեւ չեն կարողանում այդ process-ը կանգնեցնել, եւ միշտ ես ասել եմ, որ թմրանյութը ունի երկու տարբերակ, կամ տեղում արտադրվում, կամ սահմանահատում գալիս է Հայաստան։ Հետևաբար երկուսն էլ ձեր պատասխանատվության ներքո են, օրվա իշխանությունների անունները կապել չեն ունեն այս դեպքում։ Եթե դուք չեք կարողանում կամ չեք ուզում այս դեպքում շատ դեպքերում կանխել այդ process-ը, դա նշանակում է դուք այս խաղի, այս կազմաքանդման, այս դիվերսիայի մասն եք կազմում սեփական ժողովրդի նկատմամբ, դա իմ համար այլևս կասկածից դուրս է։ Ցավում եմ, որ իմ նախկին գործընկերներից կային մարդիկ, ովքեր ես միշտ մտածել եմ, որ adekvat մարդիկ են ու գուցե ինչ-որ նախասիրություններ ունեն օրվա իշխանությունների հետ, բայց adekvatությունը կորցնել այս վիճակում ու չտեսնել, որ ստեղ խնդիր կա, ասում են չէ, ուղղակի բան են, ապաշնորեն։ Ապաշնորությամբ մենք պետականություն ենք քանդում։ Մենք սերունդի մի մասը զոհաբերեցինք կանխամտածված պատերազմի արդյունքում, մի մասուն հաշմանդամության բերեցինք, այդ թվում նաև հոգեբանորեն այդ մարդիկ խնդիր ունեն պատերազմից հետո շատերը, մի մասին էլ տանում ենք խաղամոլության եւ թմրամիջոցների զոհ ենք դարձնում, ու սա չի կարող պատահականություն լինել ուղղակի։ Որպեսզի մեզ չմեղադրեն, որ մենք միայն այս իշխանությունն ենք այդպիսի մեղքերի մեջ մեղադրում, մենք հիշենք, որ այդ մանիպուլատիվ գործողությունները եղել են նաև նախորդ իշխանությունների ժամանակ, հաջորդական այդ սերիալները, մի սերիալն ավարտվում էր, ամբողջ հասարակությունը սերիալ էր դիտում եւ լոտո էր խաղում, հիշենք 90-ական թվականներ։ Ինչու՞, որտեղ դա ձեռնտու իշխանություններին փողոցները դատարկում են, որտեղ այդ ինչ որ Մարիայի, հերթական Մարիայի բաններ կամ լոտոները, 7 տեսակ լոտոները 99-2000 թվականները հիշենք, հա, դա էլ էր ձեռնտու, արագ հարստանալու միջոցը չէր միայն, ժողովրդին զբաղացնելու միջոց էր, որովհետև մեզանում 34 տարվա ընթացքում իշխանություն պահելը եղել է գերական նպատակ, հանդեպ պետականաստեղծ գործընթաց։ Նույնիսկ կրկնենք, իշխանություն պահելն է եղել։ Ինչ միջոցներով դա, ինչ կադրային քաղաքականությամբ դա արդեն էական չի։ Եղել է ամեն գնով պահել իշխանություն, բայց ոչ պետություն ստեղծել։ Դրա համար է կատաստրոֆան, որ տեղի ունեցավ 18 թվականի, ես 20-ը չեմ համարում պատերազմը։ 18 թվականը դա արձանագրում էր պետականության կլինիկական մահի։ Եթե նախկինում մենք համարում ենք, որ մահամերձ էր պետականությունը, ապա կլինիկական մահ արձանագրվեց Նիկոլ Փաշինյան իշխանության բերելով։ Հիմա մի կարևոր եւս հանգամանք կա, որ մենք խոսեցինք բռնաճնշումների մասին, եկեղեցու դեմ տեղի ունեցող։ Այստեղ երևի թե մանրամասնելու կարիքներ կա, որովհետեւ շատ բաներ անհասկանալի է։ Ինչու է նախ իշխանությունների դեմս Նիկոլ Փաշինյանի թիրախավորում եւ սա այնքան արհեստականացված, կարծես թե վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը այլ գործ չունի երկրում։ Նույն է թմրամյութի, նույն է խաղադրույքներով, որ խոսում, որ դա խնդիր է, երիտասարդությանը փչացնում ենք։ Մենք ապագա կադրեր ինչպես պետք է պատրաստենք, ինչ քաղաքացի պետք է կրթենք, փոխանակ այդ հարցերին ինչ որ քննարկում եք ուսակրոնության հարց, եկեղեցու ներսում ինչ որ խնդիրների, որ երբևէ այդպեսի սուր չի դրվել, չի քննարկվել։ Նախ համար 1 կետ։ Ոչ մեկ չի ասում, որ եկեղեցու ներսում խնդիր չկա։ Ես էլ եմ ասում, որ շատ բաների մասին ես տեղյակ եմ, բայց ես գտնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը այն մարդը չի, որպես Նիկոլ Փաշինյան եւ որպես նախկին խմբագիր եւ որպես վարչապետ, որը պետք է արծարծի այդ հարցերը եւ իրեն իրավունք վերապահի, որպեսզի այդպիսի տոնայնությամբ, այդպիսի դիրքով եւ ձիրքով մոտեցում կատարի եկեղեցու ներսի խնդիրները լուծելու համար։ Այդպիսի մանդատ, այդպիսի լիազորություն, բարոյական իրավունք նա չունի իր դիմակիցներով հանդերձ։ Ինչու է դա արվում։ Ուրեմն մեր քաղաքացիները բացատրեն մանիպուլյացիայի, ասել կուզի նույն հիբրիդային պատերազմի դրվագներից մեկն է։ Նիկոլ Փաշինյանը, որը մինչ օրս բազմաթիվ ծանրագույն պետական հանցագործության խիստ պատժելի գործողություններ է կատարել, այդ թվում հակասահմանադրական ճանապարհով իշխանություն զավթելը ներքին պայմանավորվածության հիման վրա,
Երբեք նա չի ասի ինչպես է դա տեղի ունեցել, բայց մի օր դրանք էլ կբացահայտվեն, վստահ եղեք։ Հաջորդը պատերազմ սպասարկելը կանխորոշված ելքով, ինքնախոստովանանք, որ Ալիևի հետ եկել է համաձայնության, որ Արցախը պետք է հայաթափվի։ Դուք հասկանում եք դա ինչ է։ Մարդը ինքը իր բերանով ասում է, որ ես ցեղասպանական գործողության մեջ համաձայնության եմ եկել ոչրագործ պետության ղեկավարի հետ։ Ցեղասպանագիտության մեջ սա ենթադրում է նոր տրիբունալի, միջազգային տրիբունալի ստեղծում, որը պետք է դատվեն, եթե միջազգային օրենքներով եւ հայ օրենքներով առաջնորդվեն։ Եվ որպեսզի այս ամբողջ տրցակը ծանրագույն հանցագործությունների իր եւ իր թիմակիցների կողմից իրականացված դա վերածվի տիղմի, այսինքն իջնի ներքև, նա վերցրել եւ թիրախավորում է միգուցե նաեւ փոխհամաձայնությամբ, ես նոր բան եմ ասում, միգուցե նաեւ համաձայնեցված եկեղեցու դաշտ է մտնում, որտեղ ցույց տա, որ խնդիր կա։ Ես նորից եմ ասում, խնդիրներ կան։ Այստեղ ինքը օգտվում է, մանիպուլացնում է հիբրիդային պատերազմի տեխնոլոգիաների կիրառմամբ, ի ցույց դնելով խնդիրները, որը կարծես թե ակամայից անքննելի է, չէ՞, որ ի ցույց է, որբեսի դուք չքննարկեք իր կողմից իրականացվածները։ Այս է ամբողջը, եւ ես ուզում եմ հասկանալ մեր եկեղեցին, ես պաշտպանում եմ եկեղեցին որպես հաստատություն, որպես պատմաբան, որպես մեր ժառանգություն, որպես մեր պատմության կարևորագույն ինստիտուտներից մեկը։ Ես մարդկանց չեմ պաշտպանում։ Ես ուզում եմ հասկանամ, մեր եկեղեցին ունի հակազդելու, թե կա զգուշանալու տեխնոլոգիան շարունակաբար։ Հիմա տեսեք, փետրվարին, երբ որ հայոց ցեղասպանության պատմական իրողությունը ժխտող հայտարարություններ եղան, հիշում եք, հունվար-փետրվարին, այսպես մի քանի հայտարարություն եղավ եւ ամբողջ հանրության շրջանում նորից ակտիվություն դրա տվամիջոցներ ուղղակի ամեն օր մի քանի տասնյակ զանգ էին անում։ Ոչ մեկ հետագա քայլերի մասին չմտածեց, ինչ պետք է լինի։ Հիմա եթե մեր զոհերը սրբադասվել են եկեղեցու միջոցով, եկեղեցին պետք է իր բանով, ներքին աղոթքով պետք է բանադրման կարգ աներ։ Ես այդպիսի առաջարկ գայեցի, շատ կոշտ եւ վիրավորական արտահայտություն եղավ իմ հասցեին, բաց հանրային։ Եկեղեցուց։ Եկեղեցու ներկայացուցիչ կողմից, անուններ ես չտամ։ Հիմա ես ասել եմ ինչ պետք է արվի եկեղեցու կողմից, եթե զոհերը սրբադասված են, հա, այո, մեծ եղեռնի զոհերը։ Ընդամենը ես ասում եմ տրամաբանական քայլ է եկեղեցու կողմից դա պետք է լինի։ Եվ հաջորդ մյուս անհասկանալի պահը, որ եկեղեցու երկու եկեղեցիների ներկայացուցիչներ, եկեղեցին մեկն է, այսինքն անտիլիասական եւ մայրաթորի ներկայացուցիչները, հիմա հասկանալի է թե ինչու Անուշավան Սպազանը կամ եպիսկոպոսը այնտեղ է, երկու ներկայացուցիչ գտնվում են հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ հիմնադրամի հոգաբարձուների կազմում, որը կազմվել է Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ։ Ես կարծում եմ, որ հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտելու, զոհերի հիշատակը պղծելու, ցեղասպանության մեջ ինքնախոստովանանք անելու, հա, Արցախը հայաթափելու, դրանք լիովին բավարար են, որպեսզի Մեծի տան Կիլիկիո ներկայացուցիչ Ինեշան Բողոկի դուրս գար այդ հոգաբարձուների խորհրդից, Մայրաթորի ներկայացուցիչ դուրս գար այդ խորհրդի կազմից, բայց որևէ բան այդպեսի տեղի չի ունեցել։ Առնվազն գոնե ինձ այս դրվագով կասկածներ են ի հայտ գալիս, որ մենք գործ ունենք բոլորովին այլ ինչ որ փորձաքննության կամ գիտափորձի հետ, որտեղ թերևս ես այս մասին արտահայտվել եմ գրավոր, թերևս գործ ունենք նախընտրական փուլում Նիկոլ Փաշինյանի դեմ մոբիլիզացիոն ռեսուրսը փորձարկելու կամ տնտղելու, այսպես ասած, գործողության հետ։ Այսինքն ինչքան կա հակազդում։ Կա արդյոք այն աստիճանի հակազդում, որով Նիկոլ Փաշինյանը այլևս չի դիտարկվի որպես 26 թվականին տեխնացու, հա, վերընտրվելու տեխնացու, սա ենթադրություն է, որպես ակադեմիական ես չեմ կարող։ Դա կարող է լինել, դա հերթական գիտափորձերից մեկը, ինչպես 18 թվականի, ասենք ապրիլ-մայիսին արեցին, հա, նույնիսկ ինչ որ հատուկ գործողություններ։ Բավականին վտանգավոր փորձեր են անում, եթե իսկապես այդպիսի փորձ։ Այսօր աշխարհը ցավոք սրտի անցել է մի ռեժիմի, որտեղ այլևս երբեկը ցեղասպանությունների ժամանակ, երբ որ մենք իրարում ենք եւ հավատում ենք, որ չի լինի այն սարսափները, բայց ինչ որ մենք տեսնում ենք Մեծավոր Արևելքում ու Ուկրաինայում, ինչ որ մեր մոտ տեղ ունեցավ Արցախում, հա, երբ որ խաղապանները արդեն մոռանում են խաղապար, որոնց գնդակահարում են անպատասխան է մնում եւ այլ եւ այլ։ Եվ այս ամեն ինչը, այս վախերը շատ արագ կապիտալիզացում է ներկա իշխանություն բանեցնողը եւ դա վաճառում է սեփական քաղաքացիների վրա ահաբեկման տեսքով։
Նրանք, ովքեր երկար եւ խոր մտածելու կարողություն չունեն, ասում բա տեսեք, խաղաղություն ենք ուզում, չքննադատելով եւ չքննարկելով այն բանը, որ բոլորն են ուզում այդ խաղաղությունը։ Եվ որևէ արտառոց բան չկա իրենց մոտ, որ իրենք ավելի լավ խաղաղություն են ուզում։ Բայց երբեք չեմ մտածում արժանապատիվ խաղաղության մասին, գնի մասին ոչ մեկ չի խոսում, որովհետեւ եթե դու ուզում ես այնպիսի խաղաղություն, որ մոտակա 50 տարին դու ստորացված, նվաստացված, պարտված վիճակով, կարգավիճակով, ինչի եւ ձեռնտու է, տեսեք, ինչ են անում, հացահատիկ են բերում ասում հացահատիկ, բարձում է անասնակի։ Հա, ձոներ են իրեր Ադրբեջանի հասին, բենզին են բերում եւ ամենասարսափելին, ամենաքստմնելին, ամենաանամոթ եւ անբարոն դա այն է, որ դու դեռևս թարմ շիրիմներ ունես, անհետ կորազներ ունես, վիրավորներ ունես եւ դու հաշվել ես քանի լիտր արյուն են կորցրել այդ տղեկ, վիրավորները, զոհվածները, քանի լիտր արցունք է թափվել ծնողներից, կանանցից, իրենց զոհված երեխաներից եւ դու հրճվանքով շնորհակալություն ես հայտնում այդ այրունը եւ արցունքը թափող անձին բենզին վաճառելու համար։ Շատ ցավալի տեղ ենք ասել, որովհետեւ մեր արժանապատվությունը խոցվում է, ամենաերևի թիրախայինը հենց դրա վրա է դրված, որ արժեքները զրոյականացվեն, աննորմալն ու անբարոյականը որպես նորմա ներկայացվի, որ մարդիկ լինեն այնքան նվաստացած, ստորացված ու կոտրված իրենց այդ ներսում, որ որևէ դիմադրություն չուզենան անելու, ու մյուս կողմից էլ այս ամեն ինչը արվում է տարբեր գործիքակազմերով, իհարկե դրսից ֆինանսավորումները ոնց հասկանում ենք ստանալու են, բայց նաև արվում է մեր ներսի ռեսուրսներով, այդ թվում նաև օրինակ ՀՄԷԿ-ի եթերով, հանրային եթերով, հարկատուների վճարած փողերով, այս ամեն ինչը արվում է պրոպագանդայի տեսքով։ Ու սա բավականին լուրջ խնդիր է դառնում։ Ես կարծում եմ մենք կարող ենք մի հաջորդ անգամ էլ խոսել հենց կոնկրետ ՀՄԷԿ-ի հետ կապված հարցերի շուրջ, որովհետև մեր ժամանակը կարծում եմ մոտեցել ավարտին, առանձին խոսենք նաև ՀՄԷԿ-ի գործունեության հետ կապված, ու սա իսկապես կարևոր խնդիր է։ Մեր հասարակությունը պետք է հասկանա, սա ուղղակի խոսքեր չեն, սա լուրջ գործիք է, որ օգտագործվում մեր գումարներով, մեր փողերով օգտագործվում մեր դեմ։ Վերջին միտք բանաձևումն է տամ, թող երիտասարդությունը, քանի որ երիտասարդությանը ես կոչ եմ անում, երբեք չտրվել մանիպուլյացիաների, չդառնալ հիբրիդային պատերազմների զոհ, որը կիրառվում է այսօր տեխնոլոգիան իշխանությունների կողմից, հիշեք, այն խաղաղությունը, որ այսօր վաճառում են ձեր վրա, դա նշանակում է, որ վաղը զբոսաշրջիկի կամ մեկ այլ ինքնությամբ ադրբեջանցիները գալու են ձեզ դիտելով որպես ստորացված պարտված երկրի քաղաքացու, գալու են ծաղրելու վիրավոր մեր զինվորներին, տեսնելով, որ իրենք պարտված բանակի են համարելու զինվոր։ Դուք ուզում եք այդպիսի խաղաղություն, որ այսօր վաճառում են ձեր վրա, այսինքն չեղած մի բան նույնիսկ վաճառում է ձեր վրա։ Իսկ մենք ուզում ենք, այո, խաղաղություն ենք ուզում, բայց մենք ուզում ենք այն արժանապատիվ խաղաղությունը, որտեղ ցանկացած ազգի ներկայացուցիչ Հայաստանի սահմանը հատելով կհարգի մեզ, կհարգի մեր երկիրը, մեր պատմությունը, անցյալը եւ արժանապատվությունը։ Շնորհակալ եմ։